Ալիք շարունակում է աշխատել Մերիդիան Էքսպո կենտրոնից, հարգելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, այս պահին մեր տաղավարում հյուրընկալել են ԲՏԱ նախարարության շուկայի հետազոտության եւ զարգացման վարչության պետի տեղակալին Կարեն Հակոբյանին։ Կարեն ջան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ դուք այս պահին մեր տաղավարում եք։ Ասեք, թե այս տարի ինչ լուծումներով եք դուք եկել Digitech եւ երրորդ օրն է տպավորությունների մասին նաեւ կուզեմ կիսվեք։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար, շնորհակալ եմ այս ոլորտին ուշադրություն դարձնելու համար։ Այս տարի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը Digitech-ին ներկայանում է նոր կոնցեպտով։ Կոնցեպտը հետևյալն է, ներկայանում ենք մեր տաղավարով, որը առանձնանում է նոր լուծումներով, նոր կոնցեպտով։ Տաղավարում ներկայացված են 3 զոնաներ։ Մի զոնան ներկայացնում է նախարարության ծրագրերն ու միջոցառումները, հարկային արտոնությունները, բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցության ծրագրերը եւ բոլոր այն միջոցառումները, որոնք իրականացնում է նախարարությունը։ Երկրորդ զոնան դա բանակցային զոնան է, որտեղ մենք հանդիպումներ ենք ունենում գործընկերների հետ, հնարավոր համագործակցություններ հաստատելու նպատակով, հանդիպումները տեղի են ունենում ինչպես այցելուների նախաձեռնությամբ, այնպես էլ տաղավարի այդ զոնայից կարող են օգտվել նաև ընկերությունները իրենց հանդիպումները կազմակերպելու համար։ Երրորդ զոնան կրկին կոնցեպտում նոր ձևաչափ է, երբ մինչև Digitech-ը նախարարությունը հայտարարել էր մրցույթ, նախարարության տաղավարում pitching սեսիաներ անցկացնելու նպատակով ընտրվել են ընկերություններ։ Ընտրված ընկերությունների հետ նաև ներկայացված են նախորդի նախարարության այլ ծրագրերով հաղթող ճանաչված ընկերությունները, նրանց հատկացվել է տարածք, ժամանակ ներկայացնելու իրենց ծառայություններն ու պրոդուկտները։ Ձևաչափը ամբողջովին արդարացրեց իրեն, բավականին հյուրեր ենք ունենում, այցելուներ ենք ունենում, հրավերներ են ուղարկվել տարբեր հետաքրքրված անձանց, տվյալ ժամին ում հետաքրքրում է տվյալ սեսիան, գալիս են տաղավարում մասնակցում են համապատասխան pitching սեսիային։ Նաև ընդհանուր տպավորություններով նաև կուզեմ կիսվեք, թե այս տարվա Digitech-ը առհասարակ ինչ հնարավորություններ տվեց ձեզ եւ առհասարակ այս տարվա Digitech-ը ինչպիսին էր իր նոր տաղավարներով, իր հետաքրքիր դեմքերով, արդյոք դուք այդ աճը տեսնում եք։ Միանշանակ աճը տեսանելի է, իսկապես հոբելյանական միջոցառման շունչը զգացվում էր, թե այցելուների թվաքանակը, թե հետաքրքրվածությունը, ընդհանուր նաև քաղաքացիների շրջանում։ Իրոք նոր բացահայտվող տեխնոլոգիաները քաղաքացիների համար են արդեն հետաքրքիր դարձնել, քանի որ ապրում ենք տեխնոլոգիական ժամանակաշրջանում։ Ամեն դեպքում շունչը փոփոխության դեպի դրական առումով կա, նկատելի է, շարժը եւ բավականին բարձր է այս տարի, ընդհանուր առմամբ դրական եմ գնահատում առաջընթացը, որովհետև էականորեն այս տարի տարբերվում էր իսկապես նախորդ միջոցառումներից։ Այն նմանատիպ միջոցառումները միշտ կարևորվում են հատկապես այն նպատակով, որտեղում համագործակցությունները շատ լինեն, կապեր ստեղծվեն, մարդիկ ճանաչեն եւ այն պրոդուկտները, որոնք արտադրվում են, հասկանան թե ինչ է իրենց իրականում պետք այդ մասով։ Կասեք, արդյոք հետևել եք համագործակցությունների մասով, ինչպիսի տեմպեր ունենք եւ դուք նաեւ նշեցիք, որ շատ են ձեզ մոտ քննարկումներ, այցելուները շատ են։ Ունեք արդեն ձևակերպված համաձայնություններ, որ համագործակցությունը հետագայում շարունակվելու է։ Տեսեք, սովորաբար նմանատիպ ցուցահանդեսներում, քանի որ նախարարությունը մասնակցում է նաև միջազգային ցուցահանդեսներին, սովորաբար ցուցահանդեսների ժամանակ կոնկրետ համագործակցություններ չեն կնքվում որպես այդպիսին, սակայն լինում են պայմանավորվածություններ, որոնք հետագայում քննարկումների արդյունքում կարող են դառնալ համաձայնագրեր, պայմանագրեր։ Այս պահին կոնկրետ այդ մասով խոսելը բավականին վաղ է, կարծում եմ որոշ ժամանակ անց կարողանանք ամփոփել այդ տվյալները եւ հասկանալ, թե ինչ ունեցանք այս տարվա Digitech-ից հետո։ Երբ ասում ենք տեխնոլոգիական Հայաստան, ինչպիսին է դուք այն պատկերացնում, տեսնում եւ ինչպիսին է իրականում հողի վրա, եթե փորձենք այդպես գնահատել։
Իրականում Հայաստանում տեխնոլոգիական առաջընթացը աննկարագրելի տեմպերով նկատելի է, որ առաջ է գնում, զարգացում է ապրում եւ այս ոլորտը հատկապես կառավարության իդեմս նախարարության ուշադրության կենտրոնում է, նախարարություն բոլոր ջանքերը գործադրում է այս ոլորտը Հայաստանում զարգացնելու ուղղությամբ, ինչպես նաեւ միջազգային շուկայում Հայաստանի առաջատար դիրքերը ամրապնդելու ուղղությամբ։ Այ դուք նշեցիք, որ դրսում էլ նախարարությունը եւս ցուցահանդեսների է մասնակցում, այդ մասով էլ մեզ կինֆորմացնեք դրսի շուկաների հետ աշխատանքը ինչպես է իրականացվում, արդյոք համագործակցությունները հաջողված եք համարում։ Այո, իրականում յուրաքանչյուր տարի վարչությունը պետական բյուջեով նախատեսված ծրագրով իրականացնում է մասնակցություն միջազգային ցուցահանդեսների, որը անմիջապես մեր վարչությունն է իրականացնում։ Միջազգային ցուցահանդեսների մասնակցությունը չափազանց կարևոր է հայկական տեխնոլոգիական ընկերությունների համար։ Հնարավորություն ենք ունենում ինչպես Հայաստանը ներկայացնելու միջազգային շուկաներում, այնպես էլ Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը ներկայացնելու, ինչպես նաև ընկերությունների համար համագործակցության նոր հնարավորություններ ունենալու։ Ցուցահանդեսների մասնակցությունից հետո որոշակի ժամանակահատվածով, որոշակի պարբերականությամբ հավաքագրում ենք հաշվետվություններ ընկերությունների ձեռքբերումների, համագործակցության հուշագրերի, պայմանագրերի վերաբերյալ եւ դրանք իսկապես խոստումնալից են եւ այն հետադարձ կապը, որ ունենք ընկերությունների հետ, դեպի դրականն են տանում, այսինքն մի շարք ընկերություններ ունենում են միջազգային համագործակցություններ տարբեր ձևաչափերով, որոնք եւս շատ կարեւոր են մեր տեխնոլոգիական շուկայի միջազգային շուկաներում առաջընթացի համար։ Հայաստանյան շուկայում զարգացում ապրող ընկերությունները կարող ենք ասել, որ հենց ԲՏԱ նախարարության միջոցով կարող են համագործակցության միջոցով դուրս գալ դրսի շուկաներ, այդ մասով համագործակցություններ արդյոք ունեք եւ հաջողված օրինակներ, եթե կան, կխնդրեի, որ դրանք էլ ներկայացնենք։ Համագործակցության օրինակներ միանշանակ ունենք, այս պահին կդժվարանամ առանձին մտաբերել, երբեմն այդ համագործակցությունները գաղտնի բնույթ են կրում եւ դրանք հրապարակման ենթակա չեն, բայց ամեն դեպքում այն հաշվետվությունները, որ մենք ստանում ենք ընկերություններից, դրական են համագործակցության առումով, հակառակ դեպքում նախարարությունը չէր նախաձեռնի նմանատիպ միջոցառումների մասնակցությունը։ Այ հայկական արտադրանքը եւ առհասարակ երբ հայկականի մասին ենք խոսում, դրսի շուկաներում ընկալումը ինչպիսին է որակի իմաստով, չգիտեմ, աշխատանքների համագործակցության իմաստով, ձեր գնահատականը կուզեմ այդ մասով իմանալ։ Ուրախալի փաստ է ինձ համար, որ հայկական շուկան, հայկական արտադրանքը էականորեն մրցունակ է դրսի շուկայի համար։ Միջազգային շուկաների հետ համագործակցության արդյունքում մենք նկատել ենք այն միտումը, որ Հայաստանը չի զիջում իր դիրքերը միջազգային տեխնոլոգիական շուկաներում։ Այսինքն այն պրոդուկտներն ու արտադրատեսակները, որ ունի Հայաստանը ներկայացնելու աշխարհին, դրանք իսկապես աշխարհին պիտանի գործիքակազմեր եւ ծառայություններ են։ Օրինակներ կուզեմ նշեք, հատկապես ինչն է ձեզ համար առանձնանում իր յուրահատկությամբ, որ կարծում եք հենց դրսի շուկայում ինքը մեծ նշանակություն ունի, ընդունված ու ընկալելի է։ Այ երբ որ շրջել եք, վստահ եմ, որ շրջել եք տաղավարներով, ինչն է ձեր ուշադրությունը գրավել։ Տեսեք, իրականում ցուցահանդեսները, որոնց մենք մասնակցում ենք, ունենում են տարբեր ուղղվածություններ եւ բոլոր ուղղություններով Հայաստանը ունի դերակատարում։ Այսինքն այն էկոհամակարգը, որ տեխնոլոգիական էկոհամակարգը, որ ձևավորվել է Հայաստանում, մրցունակ է աշխարհում։ Եվ արհեստական բանականության, եւ CRM համակարգերի, եւ ծրագրավորման առումով իսկապես մրցունակ արտադրանք ունենք Հայաստանում։ Շատ լավ, երբ խոսում ենք ստարտափերի մասին, ստարտափերը միշտ նշում են, որ կարևոր է պետության աջակցությունը իրենց կայացման, զարգացման եւ կայունացման հարցում, ստարտափերի հետ աշխատանքները դուք ոնց եք իրականացնում, արդյոք էլի հաջողված օրինակներ ունեք եւ ոնց եք տեսնում այս ընթացքը, որտեղ պիտի ստարտափերին ավելի մեծ ուշադրություն դարձվի։
բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն իսկապես ստարտափերին առանձնահատուկ ուշադրություն է դարձնում։ Դա այդ ուշադրությունը դրսևորվում է պետական աջակցության տարբեր ծրագրերի միջոցով, ինչպես նախորդին նշեցի միջազգային ցուցահանդեսներին մասնակցություն, այդպես էլ ծրագրերի եւ այլ միջոցառումների իրականացման միջոցով նախարարությունը իրեմս կառավարության ունի հարկային արտոնությունների ծրագրեր, պետական աջակցության տարբեր ծրագրեր, հեքեթոններ է կազմակերպվում, ներուժ ծրագիրն է իրականացվում, որը վերջերս տեղի ունեցավ Ծաղկաձորում։ Ծրագրերը բազմաթիվ են եւ պարբերաբար թարմացվում են։ Նախարարությունը ինչպես է իրականացնում իր քաղաքականությունը ամբողջությամբ թափանցիկ եւ հաշվետվողականության սկզբունքը որդեգրելով հայտարարություններ են նախապես տեղադրվում են նախարարության պաշտոնական կայքում, տարածվում սոցցանցերում, ինչպես նաեւ հնարավոր բոլոր խաղովակներով փորձում ենք տեղեկացնել շահառու ընկերություններին։ Հայտադիմումների ավարտից հետո արդեն ձևավորվում են գնահատող հանձնաժողովներ, ովքեր ընտրում են արդեն տվյալ ծրագրի միջոցառման շահառուներին։ Գործընթացը այդպես է իրականացվում։ Շատ լավ, հաշվի առնելով այն, որ դուք մի քանի տարի ներկայացվածություն եք ունեցել միջոցառմանը, ասում են, որ սա Հայաստանի ամենամեծ միջոցառումն է, ոչ միայն տեխնոլոգիաների իմաստով, այլ առհասարակ ամենամեծ միջոցառումն է։ Մենք արդյոք ունենք իսկապես այդ առիթը ուրախանալու, որ տեխնոլոգիական միջոցառումը համարվում է Հայաստանի ամենամեծ միջոցառումը։ Միանշանակ կարևորվում են նմանատիպ միջոցառումների անցկացումը Հայաստանում, լինի դա տեխնոլոգիական, թե տնտեսական, թե առողջապահական, նմանատիպ միջոցառումները եւս մեկ հնարավորություն են հասկանալու, թե ինչ փուլում է գտնվում Հայաստանը տվյալ ուղղությամբ եւ ուր ենք ուզում շարժվել։ Իսկապես յուրաքանչյուր հաջորդ միջոցառման ընթացքում առաջընթացը միանշանակ նկատելի է եւ հանրության հետաքրքրվածությունը եւ ընկերությունների հետաքրքրվածությունը իսկապես էականորեն մեծացել է եւ դա իսկապես աննկարագրելի է։ Շատ լավ, ես շնորհակալ եմ ձեզ զրույցի համար, մեզ հետևողներին, մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին ուզում եմ հիշեցնել, որ իմ զրուցակիցը ԲՏՀ նախարարության շուկայի հետազոտության եւ զարգացման վարչության պետի տեղակալն էր Կարեն Հակոբյանը, իսկ տաղավարում ձեզ համար շարունակում է աշխատել Մոնիկա Մամյանը, հիշեցնեմ մենք Meridian Expo կենտրոնում ենք, սա Digitech-յան 3-րդ օրն է, հետևեք մեզ։